Չունենալով մեկին, ում կարող է թողնել, մայրը դստերը տանում է մաքրության հերթափոխի երկնաքերում։ Աղջիկը բացահայտում է գաղտնիքներ, որոնք վտանգում են ընկերության ապագան։ Եվ քաջության մի քայլով նա ընդմիշտ փոխում է մոր ճակատագիրը բոլորի շուրջը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի մասն այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Երեքշաբթի օրվա մանր անձրը խփում էր Երանի կենտրոնի փողոցներին, երբ Ռուզաննա Սարգսյանը երրորդ անգամ նայեց խոհանոցի ժամացույցին։ 19:45 15 րոպեից նա պետք է լիներ Երան Պլազա գործարարական կենտրոնի մուտքի մոտ, պատրաստ աշխատանքայինս մեկ գիշերվա, որը պիտի ձգվեր մինչ առավոտյան ժամը 6-ը։ Բայց այսօր այլ էր։ Այսօր Սոֆյան պետք է ուղեկցեր նրան։ 8-ամյա աղջիկը նստած էր փոքրիկ խոհանոցի սեղանի մոտ, ավարտելով տնային աշխատանքը ժամանակ առ ժամանակ թարթող լամպի դեղնավուն լույսի ներքո։ Նրա շագանակագույն մազերը թափվում էին տետրի վրա, որտեղ նա գրում էր այնպիսի նվիրումով, կարծես իմանար, որ կրթությունը միակ սանդուղքն է դեպի ավելի լավ ապագա։ Ռուզաննան դիտում էր դստերը հպարտության տագնապի խառնուրդով, որը սեղմում էր կուրծքը։ Տիկին Նազելին, տարեց Հարանուհին, որը միշտ խնամում էր Սոֆ։ Յային այն գիշերներին, երբ Ռուզաննան աշխատում էր, նախորդ օրը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց։ Թոքաբորբ, ասել էին բժիշկները։ Լուրը հարվածի պես էր Ռուզաննայի համար, որն անմիջապես մտածեց աշխատանքից բացակայելու անհնարինության մասին։ 6 ամսվա մեջ 3 բացակայությունը նշանակում էր ավտոմատ աշխատանքից ազատում, նա արդեն օգտագործել էր երկուսը, երբ Սոֆյան անցյալ ամիս դենգե տենդով էր հիվանդացել։ Միշտ մաքուր մաքրման ընկերությունում, որտեղ նա աշխատում էր գրեթե 5 տարի, կարեկցանքի կամ ճկունության տեղ չկար։ Պայմանագիրը մանրամասնորեն փակցված էր աշխատակիցների սենյակի պատին, Ռուզաննան անգիր գիտեր յուրաքանչյուր տողը։ Միայնակ մայր, առանց Երանում մոտ հարազատների, նա մարզերից տեղափոխվել էր դեռս մանուկ Սոֆյայի հետ, փնտրելով հնարավորություններ, որոնք իր հայրենի քաղաքը չէր առաջարկում։ Սոֆյան հայացքը բարձրացրեց տետրից, հանդիպեց մոր անհանգիստ հայացքին։ Աղջիկը սուր ընկալում ուներ մեծահասակների զգացմունքների նկատմամբ, որը թերս զարգացել էր կյանքի պարտադրած վաղ հասունության պատճառով։ Նա գիտեր, որ ինչ-որ բան այն չէ, որ տիկին Նազելիի բացակայությունը խնդիր էր ստեղծում, որը դուրս էր սովորական առօրյայի փոփոխությունից։ Մայրիկ, դու անհանգիստ ես, ասաց Սոֆյան, խնամքով փակելով տետրը։ Նրա ձայնի մեջ կար իր տարիքի համար անսովոր լրջություն։ Տիկին Նազելիի պատճառով է, չէ՞։ Ռուզաննան մոտեցավ դստերը քնքշորեն շոյեց նրա մազերը։ Ինչպես բացատրել 8-ամյա երեխային, որ մեծահասակների աշխարհը երբեմն այլընտրանքներ չի առաջարկում։ Ինչպես ասել, որ ամբողջ կեսօրը զանգահարել է իր ունեցած սակավաթիվ ծանոթներին, օգնություն խնդրելով, բոլորն էլ անկարող էին գիշերվա ընթացքում երեխա խնամել։ Աղջիկս, մայրիկն այս գիշեր պետք է աշխատի, քեզ հետ մնացող չկա, սկսեց Ռուզաննան, խնամքով ընտրելով բառերը։ Ես մի լուծում եմ մտածել, բայց պետք է, որ դու շատ պատասխանատու լինես ամեն ինչում ինձ լսես, լավ։ Սոֆյան գլխով արեց, նրա մուգ աչքերը փայլում էին հետաքրքրությունից մի փոքր անհանգստությունից։ Նա արդեն մի քանի անգամ ցերեկը մոր հետ եղել էր այն շենքում, որտեղ նա աշխատում էր, երբ բժշկի այցելություններ կամ դպրոցում ողովներ ուներ։ Ծանոթ էր փայլեցված մարմարե նախասրահին, հայելապատ վերելակներին այդ վայրի անծայրածիրությանը, որը կարծես առանձին աշխարհ լիներ։ Դու այսօր ինձ հետ ես գալու, շարունակեց Ռուզաննան։ Բայց մնալու ես աշխատակիցների հանգստի սենյակում, տնայիններդ անես կամ քնես։ Ոչ մի դեպքում այնտեղից դուրս չես գալու, Սոֆյա։ Բացարձակապես ոչ մի դեպքում։ Եթե ինչ-որ մեկն ինձ երեխայի հետ տեսնի շենքում, կարող եմ նույն պահին կորցնել աշխատանքս։ Մոր ձայնի լրջությունից Սոֆյան կուլ տվեց թուքը։ Նա հասկանում էր Ռուզաննայի աշխատանքի կարողությունը, գիտեր, որ դրանից էր գալիս իրենց բնակարանի վարձի, սննդի, դպրոցական պարագաների, ամեն ինչի գումարը։ 8 տարեկանում Սոֆյան արդեն հասկանում էր, որ կյանքը մշտական պայքար է դժվարությունների դեմ, որ յուրաքանչյուր ձեռքբերում մեծ ջանքերի զոհողությունների արդյունք է։ Ես խոստանում եմ, մայրիկ։ Հանգիստ կմնամ, ոչ ոքի չեմ անհանգստացնի, պատասխանեց Սոֆյան այնպիսի վճռականությամբ, կարծես կարոր պարտավորություն ստանձներ։ Մի քանի գիրք կվերցնեմ կարդալու, շատ հանգիստ կնս։ Դեմ։ Ռուզաննան ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։
Նա գիտեր, որ հսկայական ռիսկի է դիմում։ Երան Պլազա գործարարական կենտրոնը Երանի կենտրոնական շրջանի ամենախիստ շենքերից էր, անվտանգության առաջադեմ համակարգով անխախտ կանոններով։ Գիշերային ժամերին շենքում երեխայի ներկայությունը կարող էր խնդիրներ ստեղծել, որոնց դիմակայելու հնարավորություն նա չուներ։ Ուղիղ ժամը 20-ին մայր ու աղջիկ իջան իրենց եռահարկ փոքրիկ շենքի աստիճաններով, որտեղ ապրում էին Աբովյան փողոցում։ Սոֆյան տանում էր վարդագույն պայուսակ, մի քանի գրքով, նկարչության տետրով, ջրի շշով։ Ռուզաննան հագել էր մաքրման ընկերության մուգ կապույտ համազգեստը, մազերը հավաքված էին կոկիկ հանգույցով, իսկ ոտքերին ռետինե կոշիկներն էին, որոնք ուղեկցում էին նրան աշխատանքային բոլոր գիշերներին։ Մետրոյով մինչը Հանրապետության հրապարակ կայարան ուղղությունը տում էր մոտ 20 րոպե, իսկ հետո ընդամենը 5 թաղամաս քայլելու ճանապարհ էր մինչ ապակուց պողպատից կառուցված վեհաշուք շենքը, որը վեր էր խոյանում կենտրոնի ամենաբանուկ պողոտաներից մեկում։ Ջա. Նապարին Ռուզաննան կրկնում էր հրահանգները Սոֆյայի համար, ընդգծելով հանգստի սենյակում մնալու ուշադրություն չգրավելու կարողությունը։ Հիշիր, ինչ պայմանավորվեցինք, աղջիկս։ Աշխատակիցների սենյակը երրորդ հարկում է։ Ճանապարհը գիտես, արդեն եղել ենք այնտեղ։ Այնտեղ հին բազմոց կա, փոքր հեռուստացույց սեղան։ Դու այնտեղ կմնաս, տնայիններդ կանես, մի քիչ կկարդաս, հետո կքնես։ Առավոտյան, երբ ես ավարտեմ աշխատանքս, միասին կվերադառնանք տուն։ Սոֆյան գլխով արեց, մետրոյի պատուհանից դիտելով լույսերի շարժման մեջ սահող քաղաքը։ Նա նյարդայնության հուզմունքի խառնուրդ էր զգում։ Երբեք մի ամբողջ գիշեր տնից բացի այլ վայրում չէր անցկացրել, գիշերվա ընթացքում հսկայական շենքում լինելու հեռանկարն արթնացնում էր նրա բնական հետաքրքրասիրությունը։ Երան Պլազա գործարարական կենտրոնը 35 հարկանի հսկա էր, որտեղ տեղակայված էին երկրի խոշորագույն ընկերություններից մի քանիսը։ Ցերեկը հազարավոր մարդիկ էին շրջում նրա միջանցքներով, բայց գիշերը այն վերածվում էր լուռ գրեթե ուրվականային վայրի, որտեղ բնակվում էին միայն անվտանգության աշխատակիցները մաքրող անձնակազմը։ Ռուզաննան զուսպ գլխի շարժումով ողջունեց Հովհաննեսին, գիշերային հերթապահին, որին ճանաչում էր տարիներ շարունակ։ Նա պատասխանեց ողջույնին, չնկատելով Սոֆյային, որը քայլում էր մորից մի քանի քայլ հետ, փորձելով անտեսանելի դառնալ։ Պլանն աշխատում էր։ Վերելակներում Ռուզաննան սեղմեց երրորդ հարկի կոճակը, որտեղ գտնվում էր մաքրողների հանգստի սենյակը։ Սենյակը փոքր էր համեստ, բեժ ներկված պատերով, արհեստական կաշվից շագանակագույն բազմոցով, որն արդեն մաշվել էր ժամանակի ընթացքում, հին խողովակային հեռուստացույցով 4 պլաստիկ աթոռներով կլոր սեղանով։ Կար նա փոքր սառնարան ջրի ապարատ, որն աշխատում էր միայն այն ժամանակ, երբ ցանկանում էր։ Մթնոլորտը մաքրող միջոցների հին սուրճի բնորոշ հոտ ուներ։ Այստեղ քո անկյունն է այս գիշերվա համար, ասաց Ռուզաննան, բարձը դասավորելով բազմոցի վրա, որպեսզի այն ավելի հարմարավետ դառնա։ Ջրի ապարատում ջուր կա, իսկ եթե քաղց զգաս, այնտեղ դարակում թխվածքաբլիթներ կան։ Հիշում ես այն ամենը, ինչ մայրիկն ասաց։ Սոֆյան գլխով արեց տեղավորվեց բազմոցին, պայուսակից հանելով արկածային գիրք, որը վերցրել էր դպրոցի գրադարանից։ Դա պատմություն էր մի աղջկա մասին, որը հին ամրոցում գաղտնի անցումներ էր հայտնաբերում։ Սոֆյան միշտ իրեն նույնացնում էր իր նման խիզախ հետաքրքրասեր հերոսուհիների հետ։ Ռուզաննան համբուրեց դստեր ճակատը դուրս եկավ սենյակից, զգուշորեն փակելով դուռը։ Նրա սիրտը արագ-արագ բաբախում էր, երբ նա գնում էր մաքրման պարագաների պահեստ, գիշերվա սարքավորումները վերցնելու։ Նա գիտեր, որ խախտում է բոլոր կանոնները, բայց այլընտրանք չէր տեսնում։ Կամ դա, կամ աշխատանքից բացակայել, իսկ բացակայելը նշանակում էր վտանգի տակ դնել այն կայունությունը, որն այդքան դժվարությամբ էր ձեռք բերել։ Առաջին 2 ժամը Սոֆյայի համար հանգիստ անցավ։ Նա կարդաց գրքի մի քանի էջ, մի քանի նկար արեց տետրում, նույնիսկ կարողացավ հին հեռուստացույցով մուլտֆիլմերի ալիք գտնել։ Բայց երբ գիշերն առաջ էր գնում, լռությունն ավելի էր խորանում, նրա մեջ սկսեց աճել մի անհանգստություն։ Գիշերվա ընթացքում շենքը բոլորովին այլ էր, քան այն բանուկ միջավայրը, որին նա ծանոթ էր։ Դատարկ թույլ լուսավորված միջանցքները գրեթե միստիկ մթնոլորտ էին ստեղծում, Սոֆյան սկսեց պատկերացնել, թե ինչ արկածներ կարող էին տեղի ունենալ մյուս հարկերում։ Ինչպես իր գրքի հերոսուհին, նա զգում էր այդ հսկայական վայրի առեղծվածները բացահայտելու գրեթե անդիմադրելի ցանկություն։ Կեսգիշերին մոտ, երբ քունը դեռ չէր եկել, հետաքրքրասիրությունը հասել էր իր գագաթնակետին, Սոֆյան մի որոշում կայացրեց, որը պիտի փոխեր ամեն ինչ։
Նա գիտեր, որ խոստացել էր մնալ սենյակում, գիտեր մորը հնազանդվելու կարողության մասին, բայց բանականությունից ավելի ուժեղ մի բան էր նրան մղում։ Զգուշորեն բացեց դուռը, նայեց միջանցք։ Երրորդ հարկը լուռ էր, լուսավորված միայն վթարային լույսերով, որոնք գրեթե թատերական միջավայր էին ստեղծում։ Սոֆյան թեթ քայլերով դուրս եկավ սենյակից, սիրտը ուժգին բաբախում էր կանոնը խախտելու հուզմունքից։ Նա գիտեր վերելակների տեղը, գիտեր, որ շենքը շատ հարկեր ուներ այն հարկից վեր, որտեղ ինքը գտնվում էր։ Վերելակում Սոֆյան նայեց հարկերի համարներին։ Գիտեր, որ ամենաբարձր հարկերում գտնվում էին կարոր գրասենյակները, տնօրենների նախագահի սենյակները։ Առանց շատ մտածելու հետանքների մասին, նա սեղմեց 32-րդ հարկի կոճակը։ Ուզում էր տեսնել, թե ինչպիսին է այնտեղ, վերում, ինչ տեսարան է բացվում դեպի քաղաքը, ինչ գաղտնիքներ են պահում այդ գրասենյակները։ Երբ վերելակի դռները բացվեցին 32-րդ հարկում, Սոֆյան հայտնվեց երրորդ հարկից բոլորովին այլ միջավայրում։ Միջանցքներն ավելի լայն էին, հատակը փայլեցված մարմարից էր, պատերին նկարներ կային, իսկ անկյուններում խնամված դեկորատիվ բույսեր։ Դա շքեղության նրբագեղության աշխարհ էր, որը կտրուկ հակադրվում էր այն սենյակի պարզությանը, որտեղ նա պետք է լիներ։ Սոֆյան հետաքրքրությամբ քայլեց միջանցքով, դիտելով սենյակների ցուցանակները։ Ֆինանսական տնօրինություն, գործադիր խորհրդակցությունների սենյակ, նախագահություն։ Յուրաքանչյուր դուռ կարծես կարոր գաղտնիքներ էր պահում, որոշումներ, որոնք ազդում էին բազմաթիվ մարդկանց կյանքի վրա։ Կարծես նա մտել էր մի այլ թագավորություն, որտեղ իշխանությունն ու փողն էին թելադրում կանոնները։ Երբ մոտենում էր միջանցքի վերջին, նա ձայներ լսեց խորհրդակցությունների սենյակներից մեկից։ Բնազդաբար Սոֆյան թաքնվեց մի մեծ բույսի հետում, սրեց լսողությունը։ Դրանք տղամարդկանց ձայներ էին, խոսում էին ցածր տոնով, բայց միշտ ապողականությամբ, որը գրավում էր ուշադրությունը։ Մովսես, վստահ ես, որ թվերը կհամոզեն Գաբրիելին, հարցնում էր ձայներից մեկը մի շեշտադրությամբ, որը Սոֆյան չկարողացավ ճանաչել։ Էդուարդ, հանգստացիր։ Տղան նոր է նախագահի պաշտոնում, մեզ վստահում է։ Կհավատա հաշվետվություններին առանց շատ հարցեր տալու, պատասխանեց մյուս ձայնը, ավելի մեծ վստահությամբ։ Սոֆյան լիովին չէր հասկանում, թե ինչի մասին էին խոսում, բայց զգում էր, որ այդ խոսակցության մեջ ինչ-որ բան այն չէ։ Դավադրական տոնը, ինձը, որով նրանք հիշատակում էին Գաբրիել անունով մեկին, ամեն ինչ կարծես ինչ-որ գաղտնիքի մասին էր։ Նրա մանկական հետաքրքրասիրությունը, խառնված այն բնազդի հետ, որ նա կարոր բանի ականատես է լինում, ստիպեց նրան մնալ թաքնված, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Սոֆյայի գիշերային արկածը նոր էր սկսվում, նա գաղափար անգամ չուներ, որ իր հաջորդ որոշումները կհանգեցնեն մի շարք իրադարձությունների, որոնք կփոխեն ոչ միայն իր մոր կյանքը, այլ մի ամբողջ ընկերության ճակատագիրը։ 32-րդ հարկի ստվերներում 8-ամյա մի աղջիկ պատրաստվում էր դառնալ մի բացահայտման առանցքային դերակատար, որը կցնցեր այդ ապակե պողպատե աշխարհի հիմքերը։ Սոֆյան մնում էր թաքնված դեկորատիվ բույսի հետում, սիրտը այնքան ուժգին էր բաբախում, որ վախենում էր, թե տղամարդիկ կարող են լսել այն։ Ձայները շարունակում էին գալ խորհրդակցությունների սենյակից, թե նա լիովին չէր հասկանում կորպորատիվ բառապաշարը, նրա մանկական ինտուիցիան ընկալում էր այդ խոսակցության լրջությունը։ Էդուարդ, տես մեր պատրաստած թվերը, ասաց Մովսեսը, Սոֆյան լսեց թղթերի խշխշոց։ Առաջին եռամսյակում մենք ցույց ենք տալիս 12 միլիոնի շահույթ, երբ իրականում ունեցել ենք 3.5 միլիոնի վնաս։ Երկրորդ եռամսյակում հորինել ենք 15 միլիոնի եկամուտ, որը պարզապես գոյություն չունի։ Էդուարդի ձայնն ավելի լարված հնչեց։ Իսկ Գաբրիելը կուլ կտա։ Սա։ Մովսես, եթե նա բացահայտի։ Չի բացահայտի, վստահորեն ընդհատեց Մովսեսը։ Տղան ընդամենը 6 ամիս է, ինչ ստանձնել է նախագահի պաշտոնը։ Վստահում է մեզ, մեր հաշվետվություններին, մեր փորձին։ Բացի այդ, նա շատ է ուզում, որ ընկերությունն աճի, որ միջազգային ընդլայնումը հաջողվի։ Կտեսնի այն, ինչ ուզում է տեսնել։ Սոֆյան չէր հասկանում եռամսյակ կամ եկամուտ բառերը, բայց հստակ զգում էր, որ այդ տղամարդիկ ստում են կարոր թվերի մասին։ Դպրոցում, երբ ինչ-որ մեկը ստում էր գնահատականների կամ տնային աշխատանքը կատարած լինելու մասին, ուսուցչուհին միշտ բացահայտում էր պատժում։ Այս իրավիճակը շատ ավելի լուրջ էր թվում, քան տնային աշխատանքի մասին ստերը։ Մովսես, պայուսակներդ քեզ մոտ են, հարցրեց Էդուարդը, Սոֆյան լսեց սենյակում շարժվող քայլեր։ Ամեն ինչ այստեղ է։
Մի պայուսակը, իրական հաշվետվություններով, որոնք ցույց են տալիս մեր իրական վիճակը, մյուսը այն հաշվետվություններով, որոնք վաղը կներկայացնենք Գաբրիելին։ Կեղծերը ցույց են տալիս ընկերությունը ուժեղ, շահութաբեր, պատրաստ միջազգային ընդլայնման։ Փականների բացվելու փակ։ Վելու ձայնը հասավ Սոֆիայի ականջներին։ Նա պատկերացրեց երկու գործարարական պայուսակ, այնպիսիներից, որոնք ցերեկը տեսնում էր կոստյումներով տղամարդկանց ձեռքին շենքի միջանցքներում։ Մեկը պարունակում էր ճշմարտությունը, մյուսը՝ սուտը։ Եվ սուտը պիտի ներկայացվեր որպես ճշմարտություն Գաբրիել անունով մեկին խաբելու համար։ Էդուարդ, լավ մտածիր։ Եթե այս ընդլայնումը հաստատվի, կներդրվի $50 միլիոն։ 50 միլիոն։ Իրական թվերով մենք երբեք չէինք ստանա հաստատում այսպիսի մեծության նախագծի համար։ Բայց մեր ճշգրտված հաշվետվություններով Գաբրիելը ոսկե հնարավորություն կտեսնի։ Էդուարդի ձայնը դեռս անհանգստություն էր արտահայտում։ Իսկ եթե ամեն ինչ սխալ գնա։ Եթե ընդլայնումը ձախողվի, որովհետև մեր ֆինանսական հիմքն այնքան ամուր չէ, որքան ցույց ենք տալիս։ Այդ դեպքում մեղքը կլինի միջազգային ներդրման թիմի, ռուսական տնտեսության, հազարավոր արտաքին գործոնների վրա, պատասխանեց Մովսեսը մի սառնությամբ, որից Սոֆիայի մարմնով սարսուռ անցավ։ Մեր անունները մաքուր կմնան։ Մենք մեր բաժինն արել ենք, տրամադրել ենք տվյալներ, որոնք հիմնավորել են որոշումը։ Սոֆիան զգում էր, թե ինչպես է իր մեջ աճում վախի զայրույթի խառնուրդ։ Նույնիսկ չհասկանալով բոլոր ֆինանսական հետանքները, նա հիանալի հասկանում էր ստի խաբեության գաղափարը։ Իր ընտանիքում Ռուզաննան միշտ սովորեցրել էր, որ ազնվությունը հիմնարար արժեք է, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում ճշմարտությունը պետք է գերակայի։ Մովսես, եկ վաղվա Գաբրիելի հետ հանդիպումից առաջ վերջին անգամ ստուգենք թվերը, ասաց Էդուարդը։ Կեղծ հաշվարկներում ոչ մի սխալ չենք կարող թույլ տալ։ Պետք է համոզիչ լինի, պետք է իրական թվա։ Արդեն 3 անգամ ստուգել եմ, Էդուարդ։ Գրաֆիկները կատարյալ են, կանխատ։ Եսումները լավատեսական են, բայց հավատալի։ Գաբրիելը կտպավորվի մեր արդյունքներով նույն հանդիպմանը կհաստատի ընդլայնումը։ Սոֆիան լսեց աթոռների քաշքշոցը, հասկացավ, որ տղամարդիկ պատրաստվում են դուրս գալ։ Արագորեն նա հեռացավ դեկորատիվ բույսից թաքնվելու տեղ փնտրեց։ Միջանցքի վերջում կիսաբաց դուռ կար, նա լուռ վազեց դեպի այն, թաքնվելով ստվերներում։ Մովսեսն ու Էդուարդը դուրս եկան խորհրդակցությունների սենյակից, յուրաքանչյուրը տանելով գործարարական պայուսակ։ Նրանք միջին տարիքի տղամարդիկ էին, հագել էին անթերի կոստյումներ, ունեին այն ողջ հարգալից տեսքը, որը Սոֆիան կապում էր կարևոր գործարարների հետ։ Մովսեսն ավելի ցածրահասակ էր, թիկնեղ, ալեխառն մազերով խնամված մորուքով։ Էդուարդն ավելի բարձրահասակ էր, նիհար, ոսկյա շրջանակով, ակնոցներով, ավելի նյարդային տեսքով։ Վաղը առավոտյան ժամը 9-ին, Էդուարդ։ Գաբրիելը մեզ սպասում է նախագահի սենյակում։ Վերցրու մեր պատրաստած տվյալներով պայուսակը, թույլ տուր ես ներկայացնեմ, ասաց Մովսեսը, երբ նրանք գնում էին դեպի վերելակներ։ Իսկ մյուս պայուսակը, հարցրեց Էդուարդը, կմնա իմ գրասենյակում պահված։ Դա մեր ապահովագրությունն է, մեր ապացույցը, որ մենք գիտեինք իրական իրավիճակը։ Եթե մի օր պետք լինի մեզ պաշտպանել, կունենանք ցույց տալու բան, որ մենք անտեղյակ չէինք, պարզապես ռազմավարական էինք։ Երկուսը մտան վերելակ, անհետացան, 32-րդ հարկը կրկին թողնելով լռության մեջ։ Սոֆիան դուրս եկավ իր թաքստոցից դողացող ոտքերով, ոչ միայն բացահայտվելու վախից, այլ իր ականատես եղածի ծանրությունից։ Նա գիտեր, որ տեսել է ինչ-որ շատ կարևոր սխալ բան, մի բան, որը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել բազմաթիվ մարդկանց համար։ Դեպի երրորդ հարկ վերադարձի ճանապարհին Սոֆիան փորձում էր մտքում կարգի բերել այն ամենը, ինչ լսել էր։ Կային երկու տղամարդ, Մովսեսն ու Էդուարդը, որոնք կեղծ թվեր էին պատրաստել իրենց ղեկավարին, Գաբրիելին, խաբելու համար։ Ուզում էին, որ նա հաստատի շատ թանկ նախագիծ, հիմնված ստերի վրա։ Եվ վաղը, առավոտյան ժամը 9-ին, նրանք այդ ստերը կներկայացնեին որպես ճշմարտություն։ Երբ հասավ աշխատակիցների հանգստի սենյակ, Սոֆիան ամեն ինչ գտավ այնպես, ինչպես թողել էր։ Գիրքը բաց էր այն էջի վրա, որտեղ նա կանգ էր առել, նկարչության տետրը սեղանի վրա էր, հեռուստացույցը դեռ միացված էր մուլտֆիլմերի ալիքին։ Կարծես նրա արկածը 32-րդ հարկի միջանցքներում ընդամենը երազ լիներ, թե չլիներ այն բացահայտման ծանրությունը, որը նա կրում էր իր կրծքում։
Սոֆյան փորձեց վերսկսել ընթերցանությունը, բայց բառերը պարում էին էջի վրա առանց իմաստ հաղորդելու։ Նրա միտքը լիովին զբաղված էր իր լսած խոսակցությամբ։ Նա իրեն զգում էր իր արկածային գրքի հերոսուհու պես, որը վտանգավոր գաղտնիքներ էր բացահայտում գաղտնի անցումներում, բայց ի տարբերություն գեղարվեստական գրականության, սա իրական էր, հետանքներն իրական էին լինելու։ Գիշերվա ժամը 3-ին մոտ Ռուզաննան հայտնվեց սենյակում, ստուգելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Գտավ Սոֆյային արթուն, ցրված անհանգիստ տեսքով թերթում էր գիրքը։ «Աղջիկս, դու պետք է քնած լինեիր»։ «Ամեն ինչ կարգին է», հարցրեց Ռուզաննան, նստելով դստեր կողքին մաշված բազմոցին։ Սոֆյան նայեց մորը, մի պահ մտածեց պատմել այն ամենը, ինչ բացահայտել էր։ Բայց ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Գուցե դա Մովսեսի խոսքերի հիշողությունն էր $50 միլիոն մասին, մի գումար, որն այնքան աստղաբաշխական էր, որ նրա մանկական միտքը հազիվ էր կարողանում ընկալել։ Կամ գուցե դա վախն էր, որ իր անհնազ անդությունը կարող էր խնդիրներ առաջացնել մոր համար, որն արդեն իսկ ռիսկի էր դիմել, նրան աշխատանքի բերելով։ «Լավ եմ, մայրիկ։ Պարզապես քունս չի տանում», պատասխանեց Սոֆյան, ստիպելով իրեն ժպտալ։ Տարօրինակ է գիշերը տարբեր տեղում լինելը։ Ռուզաննան քնքշորեն շոյեց դստեր մազերը։ «Գիտեմ, սիրելիս։ Միայն այսօրվա համար է։ Վաղը տիկին Նազելին արդեն ավելի լավ կլինի, դու կվերադառնաս քո անկողին քնելու»։ Բայց նույնիսկ երբ Ռուզաննան խոսում էր, երկուսն էլ գիտեին, որ տիկին Նազելին դեռ հիվանդանոցում է, որ հավանաբար Սոֆյան ստիպված կլինի հաջորդ գիշեր նորից ուղեկցել մորը։ Այս հեռանկարը, որը մի քանի ժամ առաջ միայն հետաքրքրություն էր առաջացնում Սոֆյայի մոտ, այժմ նրան լցնում էր անհանգստությամբ, որը խառնված էր վճռականության հետ։ Գիշերվա մնացած մասը դանդաղ անցավ։ Սոֆյան կարողացավ մի քանի ժամ քնել բազմոցին, բայց նրա քունը անհանգիստ էր, լի խառը երազներով, որտեղ պայուսակները վերածվում էին հրեշների, որոնք հետապնդում էին կոստյումներով տղամարդկանց երկինք ձգվող շենքի անվերջ միջանցքներով։ Նա սթափվում էր սարսափած սառը քրտինքի մեջ, իսկ մտքում արձագանքում էին Մովսեսի Էդուարդի խոսակցության կտորները։ Երբ Ռուզաննան առավոտյան ժամը 6-ին ավարտեց աշխատանքը, գտավ Սոֆյային արդեն արթուն, իր պարագաները հավաքում էր վարդագույն պայուսակի մեջ։ Աղջիկն ավելի լուռ էր, քան սովորաբար, կորած մտքերի մեջ, որոնք չէր կարողանում կիսել։ Տուն վերադառնալու ճանապարհին մետրոյով արթնացող քաղաքով անցնելիս Սոֆյան դիտում էր ուղորներին, որոնք գնում էին իրենց աշխատավայրերը։ Շատերը գործարարական պայուսակներ էին տանում, նա մտածում էր, թե դրանցից քանիսն են պարունակում ճշմարտություններ, քանիսը ստեր։ Մեծահասակների աշխարհը, որը միշտ նրան հեռավոր անհասկանալի էր թվում, բացահայտվել էր որպես ավելի բարդ վտանգավոր գաղտնիքներով լի։ Տանը Սոֆյան հազիվ կարողացավ կենտրոնանալ դպրոցի վրա։ Դասերի ընթացքում նրա միտքը անընդհատ վերադառնում էր 32-րդ հարկ Մովսեսի Էդուարդի ձայներին, իրական կեղծ թվեր պարունակող պայուսակներին։ Ուսուցչուհին նույնիսկ հարցրեց, թե արդյոք նա իրեն լավ է զգում, այնքան ցրված էր նրա տեսքը։ Ճաշի ժամին դպրոցի ճաշարանում մենակ նստած Սոֆյան մի որոշում կայացրեց, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա պետք է վերադառնար շենք, պետք է ավելին իմանար այդ սխեմայի մասին։ Նա լիովին չէր հասկանում իր լսածի ֆինանսական հետանքները, բայց նրա ինտուիցիան գոռում էր, որ դա սխալ է, որ ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան անի։ Դպրոցից հետո տուն հասնելով Սոֆյան գտավ Ռուզաննային, որը անհանգիստ տեսքով ընթրիք էր պատրաստում։ Տիկին Նազելիի մասին լուրերը լավ չէին։ Բժիշկներն ասել էին, որ նա պետք է առնվազն 3 օր հիվանդանոցում մնա, դուրս գրվելու անմիջական հեռանկար չկար։ Սոֆիա, աղջիկս, կարծես թե այս գիշեր նորից պետք է ինձ հետ աշխատանքի գաս, ասաց Ռուզաննան, խառնելով լոբին կաթսայում, առանց դստերը նայելու։ Գիտեմ, որ դա իդեալական չէ, գիտեմ, որ հոգնած կլինես, բայց այլընտրանք չունեմ։ Ի զարմանս Ռուզաննայի, Սոֆյան ոչ մի դժգոհություն չցուցաբերեց։ Ընդհակառակը, նրա աչքերը փայլեցին տարօրինակ հուզմունքով։ Ոչինչ, մայրիկ։ Ես դեմ չեմ։ Կարող եմ ավելի շատ գրքեր վերցնել կարդալու, խոստանում եմ, որ հանգիստ կմնամ սենյակում։ Պատասխանեց Սոֆյան, փորձելով զսպել իր ձայնիը։ Ռուզաննան հետաքրքրությամբ նայեց դստերը։ Նախորդ գիշեր Սոֆյան նյարդայնություն անհանգստություն էր ցուցաբերել, բայց այսօր կարծես անհամբեր սպասում էր շենք վերադառնալուն։ Նա վարքի փոփոխությունը վերագրեց երեխաների բնական հարմարվողականությանը նոր իրավիճակներին։ Լավ, ուրեմն։
Բայց հիշիր այն ամենը, ինչ երեկ խոսեցինք։ Դու մնում ես հանգստի սենյակում, ոչ մի դեպքում այնտեղից դուրս չես գալիս։ Սոֆյան գլխով արեց, բայց իր ներսում արդեն գիտեր, որ նորից կխախտի այդ խոստումը։ Նա բացահայտել էր ինչ-որ կարևոր բան, մի բան, որը կարող էր ազդել բազմաթիվ մարդկանց վրա, զգում էր մի պատասխանատվություն, որը դուրս էր իր մանկական հասկացողությունից։ 8 տարեկանում Սոֆյա Սարգսյանը պատրաստվում էր դառնալ ինքնաշեն քննիչ, առաջնորդվելով նույն հետաքրքրասիրությամբ, որը ստիպում էր նրան սիրել արկածային գրքերը, նույն արդարության զգացումով, որը մայրը սովորեցրել էր նրան փոքրուց։ Այդ գիշերը պիտի լիներ նույնիսկ ավելի բացահայտիչ, քան նախորդը, Սոֆյան անհամբեր սպասում էր իմանալու, թե ինչ գաղտնիքներ է թաքցնում Երան Պլազա գործարարական կենտրոնի 32-րդ հարկը։ Առանց իմանալու նա պատրաստվում էր մի բացահայտման, որը կփոխեր ոչ միայն իր կյանքը, այլ տասնյակ ընտանիքների ճակատագիրը, որոնք կախված էին այն ընկերությունից, որտեղ իր մայրը ամեն գիշեր մաքրում էր միջանցքները։ Երկրորդ գիշերը Երան Պլազա գործարարական կենտրոնում սկսվեց նույն կերպ, ինչպես նախորդը։ Ռուզաննան Սոֆյան ճիշտ ժամը 8-ին հասան, նույն զգուշավորությամբ անցան մուտքի մոտով բարձրացան 3-րդ հարկ։ Բայց այս անգամ Սոֆյան իր վարդագույն պայուսակում տանում էր ոչ միայն գրքեր տետրեր, այլ մի վճռականություն, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Աշխատակիցների հանգստի սենյակում Սոֆյան տեղավորվեց արհեստական կաշվից բազմոցին ծածրեց, թե սկսում է կարդալ, բայց նրա ականջները զգոն էին շենքի յուրաքանչյուր ձայնի նկատմամբ։ Նա մտովի հաշվարկել էր, որ Մովսեսի, Էդուարդի Գաբրիելի միջ հանդիպումը տեղի կունենա հաջորդ առավոտյան, ժամը 9-ին։ Դա նշանակում էր, որ նա ունի ամբողջ գիշերը, իր հաջորդ հետաքննությունը պլանավորելու համար։ Ռուզաննան համբուրեց դստեր ճակատը դուրս եկավ մաքրման պարագաները բերելու, կրկնելով նախորդ գիշերվա նույն հրահանգները սենյակից դուրս չգալու մասին։ Սոֆյան գլխով արեց, բայց նրա աչքերն արդեն փայլում էին առաքելություն կատարողի սպասումով։ Այս անգամ նա սպասեց մինչ կեսգիշերն անց կես, որպեսզի դուրս գա սենյակից։ Ուզում էր վստահ լինել, որ Ռուզաննան զբաղված է աշխատանքով վերին հարկերում շուտով չի անցնի հանգստի սենյակի մոտով։ Նախորդ գիշերվանից էլ ավելի զգույշ քայլերով Սոֆյան գնաց դեպի վերելակներ, կրկին սեղմեց 32-րդ հարկի կոճակը։ Երբ դռները բացվեցին, շքեղ միջավայրը նրան դիմավորեց նույն վեհությամբ։ Բայց այս անգամ Սոֆյան ոչ միայն հետաքրքրասեր էր, այլ առաքելություն իրականացնող աղջիկ։ Նա քայլում էր միջանցքներով, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի, փորձելով հիշել սենյակների տեղակայումը, հատկապես այն խորհրդակցությունների սենյակը, որտեղ լսել էր խոսակցությունը նախորդ գիշեր։ Այդ ժամանակ նա նկատեց, որ գրասենյակներից մեկում լույսը դեռ վառվում է։ Դրան ցուցանակի վրա գրված էր Մովսես Ստեփանյան, ֆինանսական տնօրեն։ Սոֆյան զգուշորեն մոտեցավ, նայեց կիսաբաց դռան ճեղքից։ Մովսեսը մենակ էր, աշխատում էր ուշ գիշերով, թղթերը սփռված էին մուգ փայտից մեծ սեղանի վրա։ Եվ հետո նա տեսավ։ Մովսեսի սեղանի հետի պահարանում կար մի գործարարական պայուսակ, որը նույնական էր նրան, որը նա տանում էր նախորդ գիշեր։ Սոֆյան ենթադրեց, որ դա իրական թվերով պայուսակն էր, այն մեկը, որը նա հիշատակել էր որպես ապահովագրություն պահելու մասին։ Բացահայտումը ստիպեց նրա սրտին արագանալ։ Այնտեղ էր ճշմարտության ապացույցը, որը պիտի թաքցվեր Գաբրիելից։ Մովսեսը ցածր ձայնով խոսում էր հեռախոսով, Սոֆյան կարողացավ որսալ մի քանի բառ։ Վաղը որոշիչ կլինի։ Գաբրիելը կհաստատի առանց հարցերի $50 միլիոն, մեր հեղինակությունը կախված է դրանից։ Սոֆյան հեռացավ դռնից, նորից թաքնվեց դեկորատիվ բույսի հետում, մշակելով այն, ինչ տեսել-լսել էր։ Մովսեսի Էդուարդի պլանը զարգանում էր ճիշտ այնպես, ինչպես նրանք պլանավորել էին։ Հաջորդ առավոտյան նրանք պատրաստվում էին խաբել Գաբրիելին կեղծ թվերով, եթե ամեն ինչ հաջողվեր, ընկերությունը կներդներ աստղաբաշխական գումար մի նախագծում, որը ամուր հիմք չուներ։ Գիշերվա մնացած մասը Սոֆյան անցկացրեց 32-րդ հարկում, դիտելով, փորձելով հասկանալ այդ կորպորատիվ աշխարհի գործունեությունը։ Նա ուսումնասիրում էր դռների ցուցանակները, փորձում հասկանալ պաշտոնների հիերարխիան, փնտրում նշաններ, որոնք կօգնեին նրան ավելի լավ հասկանալ իր բացահայտած իրավիճակի լրջությունը։ Երբ վերադարձավ հանգստի սենյակ, Ռուզաննայի աշխատանքի ավարտից քիչ առաջ, Սոֆյան մտավորապես հյուծված էր։ Իր կրած գիտելիքի պատասխանատվությունը ծանրացել էր նրա մանկական ուսերին որպես անտանելի բեռ։ Նա գիտեր ինչ-որ սարսափելի բան, մի բան, որը կարող էր վնասել շատ մարդկանց, բայց չգիտեր, թե ինչ անել այդ տեղեկության հետ։ Հաջորդ առավոտյան Սոֆյան
Թնացավ մի կպչուն մտքով։ Նա պետք է ժամը 9-ին շենքում լիներ, ականատես լինելու Մովսեսի, Էդուարդի Գաբրիելի հանդիպմանը։ Պետք է իր աչքերով տեսներ այն պահը, երբ սուտը կներկայացվեր որպես ճշմարտություն։ Բայց ինչպես հասնել դրան։ Նրա մայրն աշխատում էր միայն գիշերը, իսկ Սոֆյան պետք է դպրոցում լիներ առավոտյան 7:30։ Նախաճաշի ընթացքում, երբ Ռուզաննան դպրոցական նախաճաշն էր պատրաստում, Սոֆյան հուսահատ որոշում կայացրեց։ Նա գծացներ, թե հիվանդ է։ Դա լիովին սուտ չէր։ Նա իսկապես իրեն վատ էր զգում, սրտխառնոց ուներ անհանգստությունից, իր կրած գաղտնիքի ծանրությունից։ Մայրիկ, սրտխառնոց ունեմ, ասաց Սոֆյան, դիպչելով իր ճակատին, ինչպես տեսել էր, որ մեծահասակներն են անում։ Կարծես ջերմություն ունեմ։ Ռուզաննան անհանգստացած մոտեցավ, դիպավ դստեր ճակատին։ Սոֆյան ջերմություն չուներ, բայց նրա դեմքը գունատ էր, նա իսկապես հոգնած տեսք ուներ։ Սոֆյայի աչքերի անկեղծ անհանգստությունը, խառնված երկու անքուն գիշերների հոգնածության հետ, համոզեց Ռուզաննային, որ դուստրը լավ չէ։ Դու չես կարող տանը մենակ մնալ, աղջիկս։ Իսկ եթե վատանաս, ասաց Ռուզաննան, մտածելով իր ունեցած սահմանափակ տարբերակների մասին։ Մայրիկ, ես կարող եմ քեզ հետ գալ շենք առավոտյան մնալ հանգստի սենյակում։ Այդպես դու կարող ես ինձ հետ էլ աշխատանքների արանքում, եթե վատանամ, այնտեղ մոտակայքում պոլիկլինիկա կա, առաջարկեց Սոֆյան, փորձելով ձայնը թույլ հիվանդ պահել։ Առաջարկը Ռուզաննայի համար տրամաբանական էր։ Նա ցերեկը շենքում մի քանի մաքրման աշխատանք ուներ անելու, հիմնականում գործադիր գրասե։ Նյակների շաբաթական մաքրությունը, որը միշտ տեղի էր ունենում չորեքշաբթի առավոտյան։ Կարող էր Սոֆյային տանել նրան հսկողության տակ պահել հանգստի սենյակում։ Լավ, բայց դու պարկած կմնաս բազմոցին ինձ կկանչես, եթե որե բան զգաս, համաձայնեց Ռուզաննան, չկասկածելով, որ դստեր պլանին է նպաստում։ Առավոտյան 8:30-ին մայր ու աղջիկ կրկին Երամ Պլազա գործարարական կենտրոնում էին։ Ցերեկը շենքը բոլորովին այլ էր, քան գիշերային մթնոլորտը։ Միջանցքները լի էին շտապող գործարարներով, վերելակների աղմուկը մշտական էր, օդում գործարարության հրատապության էներգիա կար։ Սոֆյան տեղավորվեց հանգստի սենյակում, իսկ Ռուզաննան դուրս եկավ, օրվա մաքրման գրաֆիկը ստուգելու։ Հենց մենակ մնաց, Սոֆյան նայեց պատի ժամացույցին։ 8:55։ 5 րոպեից կսկսվեր այն հանդիպումը, որին նա պետք է ականատես լիներ։ Անկանոն բաբախող սրտով Սոֆյան դուրս եկավ սենյակից, գնաց դեպի վերելակներ։ Աշխատանքային ժամերին շենքում մարդկանց շարժը շատ ավելի մեծ զգուշություն էր պահանջում, չնկատվելու համար։ Նա խառնվեց աշխատակիցների մի խմբ, որոնք բարձրանում էին վերին հարկեր, կարողացավ հասնել 32-րդ հարկ առանց ուշադրություն գրավելու։ Գտավ գործադիր խորհրդակցությունների սենյակը, ռազմավարական դիրք գրավեց նույն դեկորատիվ բույսի հետում, որտեղ թաքնվել էր նախորդ գիշերներին։ Ուղիղ ժամը 9-ին նա տեսավ Մովսեսին, Էդուարդին, որոնք մոտենում էին սենյակին, յուրաքանչյուրը մի պայուսակ տանելով։ Մի քանի րոպե անց նրանց միացավ մի ավելի երիտասարդ տղամարդ։ Գաբրիել Մանուկյանը մոտ 30 տարեկան էր, մուգ, լավ կտրված մազերով հագել էր անթերի կոստյում։ Նրա դեմքը ցույց էր տալիս ընկերության նախագահի պատասխանատվությունը գիտակցող մարդու լրջությունը, բայց նրա աչքերում նա զուսպ անվստահություն կար, կարծես դեռ հարմարվում էր իրեն տրված իշխանությանը։ Բարի լույս, Գաբրիել։ Շնորհակալություն մեզ ընդունելու համար, ասաց Մովսեսը պրոֆեսիոնալ սիրալիրությամբ։ Մենք ունենք մեր ֆինանսական վիճակի միջազգային ընդլայնման կանխատեսումների ամբողջական հաշվետվությունները։ Մովսես, Էդուարդ, հուսով եմ, լավ լուրեր ունեք։ Խորհրդի ճնշումը ընդլայնվելու համար հսկայական է, բայց պետք է վստահ լինեմ, որ մենք ամուր հիմք ունենք այսպիսի մեծության ներդրման համար, պատասխանեց Գաբրիելը, նստելով խորհրդակցությունների սեղանի գլխին։ Սոֆյան ամբողջ ուշադրությամբ հետում էր ամեն ինչին, փորձելով հիշել յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր մանրուք այն հանդիպման, որը պիտի որոշեր այդքան շատ մարդկանց ապագան։ Նա տեսնում էր այն վստահությունը, որ Գաբրիելը տածում էր երկու գործարարների նկատմամբ, այն հարգալիքը, որով նա դիմում էր նրանց, վերաբերվելով որպես փորձառու խորհրդատուների։ Մովսեսը բացեց իր պայուսակը, կեղծ տվյալներով պայուսակը, հանեց գունավոր գրաֆիկներով տպավորիչ աղյուսակներով հաստափոր թղթապանակ։ Գաբրիել, մեր առաջին կիսամյակի թվերը բացառիկ են։ Մենք գերազանցել ենք շահույթի բոլոր սպասելիքները։ Սոֆյան տեսավ, թե ինչպես Գաբրիելը թեքվեց սեղանի վրա, փաստաթղթերն ուսումնասիրելու։
Նրա աչքերը սահում էին գրաֆիկների վրայով այնպիսի կենտրոնացմամբ, կարծես փորձում էր յուրացնել բարդ տեղեկություններ կայացնել կարևոր որոշումներ։ Նա ոչի։ Ինչ չէր կասկածում։ Ինչու պիտի կասկածեր։ Մովսեսն ու Էդուարդը նրա վստահելի ենթականերն էին, փորձառու մարդիկ, որոնք տարիներ շարունակ ճանաչում էին ընկերությունը։ Տեսեք այս թվերը, Գաբրիել, շարունակեց Էդուարդը, մատնացույց անելով մի կոնկրետ գրաֆիկ։ Առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 12 միլիոն դրամի զուտ շահույթ։ Երկրորդ եռամսյակում 15 միլիոն։ Սա հետողական կայուն առաջընթաց է։ Գաբրիելը տպավորված գլխով արեց։ Սրանք իսկապես տպավորիչ թվեր են։ Շատ ավելի բարձր, քան մեր նախնական կանխատեսումները։ Սոֆիայի ստամոքսում մի հանգույց կապվեց։ Նա հիանալի հիշում էր Մովսեսի խոսքերն առաջին գիշերը։ Առաջին եռամսյակում մենք ցույց ենք տալիս 12 միլիոնի շահույթ, երբ իրականում ունեցել ենք 3.5 միլիոնի վնաս։ Երկրորդ եռամսյակում հորինել ենք 15 միլիոնի եկամուտ, որը պարզապես գոյություն չունի։ Նա ականատես էր լինում այն ճշգրիտ պահին, երբ սուտը ներկայացվում էր որպես ճշմարտություն։ Այս ամուր ֆինանսական հիմքով, շարունակեց Մովսեսը, մեր խորհուրդն է անհապաղ հաստատել ընդլայնումը դեպի ռուսական շուկա։ $50 միլիոն միանգամայն կայուն ներդրում է մերպիսի արդյունքներ ունեցող ընկերության համար։ Գաբրիելը թերթում էր փաստաթղթերը, տալով տեխնիկական հարցեր, որոնց Մովսեսն ու Էդուարդը պատասխանում էին այնպիսի վարպետությամբ, որը տպավորում էր նույնիսկ Սոֆիային։ Նրանք պատասխաններ էին պատրաստել բոլոր հնարավոր կասկածների համար, ստեղծել էին համոզիչ պատմություն, որը վնասները վերածում էր շահույթների հորինված թվերի հիման վրա ոսկե ապագա էր կանխատեսում։ Մովսես, Էդուարդ, դուք բացարձակապես վստահ եք այս տվյալների վրա։ Որովհետև եթե մենք հաստատենք այս ընդլայնումը, ինչ-որ բան սխալ գնա։ Դա կործանարար հարված կլինի ընկերության համար, ասաց Գաբրիելը, ցուցադրելով իր զգացած պատասխանատվությունը։ Գաբրիել, մենք այս ընկերությունում աշխատում ենք ավելի քան 15 տարի։ Մեր մասնագիտական հեղինակությունը վտանգված է նույնքան, որքան ձերը։ Մենք այս թվերը չէինք ներկայացնի, եթե բացարձակապես վստահ չլինեինք դրանց ճշմարտացիության մեջ, պատասխանեց Մովսեսը մի վճռականությամբ, որը սահմանակից էր զայրույթին։ Սոֆիան տեսավ, թե ինչպես Գաբրիելը տեսանելիորեն հանգստացավ։ Մովսեսի պատասխանը ցրել էր նրա վերջին կասկածները։ Ինչպես կասկածի տակ դնել երկու փորձառու գործարարների խոսքը, որոնք իրենց սեփական հեղինակությունն էին վտանգի տակ դնում։ Շատ լավ։ Հիմնվելով այս հաշվետվությունների ձեր նկատմամբ ունեցած իմ վստահության վրա, ես խորհրդին կառաջարկեմ հաստատել միջազգային ընդլայնումը։ Եկեք ուրբաթ օրվա համար արտահերթ նիստ նշանակենք, որոշեց Գաբրիելը, փակելով փաստաթղթերի թղթապանակը։ Սոֆիան զգաց, կարծես հարված ստացած լիներ ստամոքսին։ Տեղի էր ունենում ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ու Էդուարդը պլանավորել էին։ Գաբրիելը լիովին խաբվել էր, 2 օրից տնօրենների խորհուրդը կհաստատեր միլիոնավոր ներդրում, հիմնված ստերի վրա։ Հանդիպումը շարունակվեց մի քանի րոպե, քննարկումներով ժամանակացույցերի իրականացման ռազմավարությունների մասին։ Սոֆիան մնաց թաքնված, յուրացնելով յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր մանրուք, որը կարող լինել։ Երբ 3 տղամարդիկ ոտքի կանգնեցին դուրս գալու համար, նա տեսավ, թե ինչպես Գաբրիելը անկեղծ երախտագիտությամբ սեղմեց Մովսեսի Էդուարդի ձեռքերը։ Շնորհակալություն հիանալի աշխատանքի համար, տղաներ։ Ձեզ հետ իմ կողքին, վստահ եմ, որ այս ընդլայնումը հաջողություն կունենա, ասաց Գաբրիելը մի ժպիտով, որը կոտրեց Սոֆիայի սիրտը։ 3 տղամարդկանց հեռանալուց հետո Սոֆիան մի քանի րոպե մնաց թաքնված, մշակելով այն ամենը, ինչի ականատեսն էր եղել։ Սա այլս միայն կեղծ թվերի կամ փոխված պայուսակների հարց չէր։ Կար մի երիտասարդ տղամարդ, Գաբրիելը, որը լիովին վստահում էր իր ենթականերին դավաճանվում էր ամենավատ ձով։ Կար մի ամբողջ ընկերություն, հարյուրավոր աշխատակիցներով, ինչպիսին իր մայրն էր, որը պիտի տուժեր ստերի վրա հիմնված որոշումներից։ Սոֆիան գիտեր, որ ունի ընդամենը 2 օր մինչ խորհրդի նիստը։ 2 օր, որոշելու, թե արդյոք ինչ-որ բան կանի իր ունեցած գիտելիքով, թե կմնա լուռ, պաշտպանելով իր մորը իրեն այնպիսի լուրջ հարցերում ներգրավվելու հնարավոր հետանքներից։ Դեպի հանգստի սենյակ վերադարձի ճանապարհին Սոֆիան իրեն այլ կերպ էր զգում։ Նա այլս պարզապես մի հետաքրքրասեր աղջիկ չէր, որը ինչ-որ հետաքրքիր բան էր բացահայտել։ Նա մեկն էր, ով ականատես էր եղել հանցագործության կատարմանը, մեկը, ով ուներ անարդարությունը կանխելու ուժ, բայց նա կրում էր իր գործողությունների հետանքների վախը։
Երբ Ռուզաննան հայտնվեց հանգստի սենյակում ստուգելու, թե ինչպես է, նա գտավ Սոֆիային նստած բազմոցին, նայում էր դատարկությանը մի մտածկոտ արտահայտությամբ, որը չէր համապատասխանում նրա 8 տարեկանին։ «Ինչպես ես քեզ զգում, աղջիկս»։ «Ավելի լավ», հարցրեց Ռուզաննան, դիպչելով Սոֆիայի ճակատին ջերմությունը ստուգելու համար։ «Ավելի լավ եմ, մայրիկ»։ «Շատ ավելի լավ», պատասխանեց Սոֆիան, նրա ձայնում ի վճռականություն կար, որը Ռուզաննան չկարողացավ մեկնաբանել։ Օրվա մնացած մասը Սոֆիան լուռ մտածկոտ մնաց։ Նա մի որոշում էր կայացրել, որը միաժամանակ վախեցնում հուզում էր նրան։ Ուրբաթ առավոտյան, երբ խորհուրդը կհավաքվեր հաստատելու կեղծ տվյալների վրա հիմնված ընդլայնումը, նա այնտեղ կլիներ։ Դեռ չիմանալով կոնկրետ ինչպես, բայց նա այնտեղ կլիներ, թույլ չտալու համար, որ սուտը հաղթի ճշմարտությանը։ Սոֆիա Սարգսյանը, 8 տարեկանում, պատրաստվում էր դառնալ հայկական կորպորատիվ աշխարհի ամենաանհավանական անձը, ազդարար։ Եվ նրա հաջորդ որոշումը կփոխեր ոչ միայն իր մոր կյանքը, այլ բոլոր նրանց ճակատագիրը, ովքեր աշխատում էին Վեհաշուկ Երամ Պլազա գործարարական կենտրոնում, ներառյալ մի երիտասարդ նախագահի, որը դեռ չգիտեր, որ խաբվում է այն մարդկանց կողմից, ում ամենաշատն էր վստահում։ Հինգշաբթի առավոտյան Սոֆիան արթնացավ մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ամբողջ նախորդ գիշերը մտածել էր, թե ինչպես կարող է ուրբաթ առավոտյան հասնել 32-րդ հարկ, երբ խորհուրդը պիտի հավաքվեր հաստատելու կեղծ տվյալների վրա հիմնված ընդլայնումը։ Յուրաքանչյուր սցենար, որ նա պատկերացնում էր, անհնարին էր թվում 8-ամյա աղջկա համար, բայց նրա խիզախությունն աճել էր այն համոզմունքի հետ միասին, որ նա պետք է գործի։ Նախաճաշի ընթացքում Սոֆիան դիտում էր, թե ինչպես է Ռուզաննան սովորական նվիրումով պատրաստում դպրոցական նախաճաշը, չկասկածելով, որ դուստրը մի գաղտնիք է կրում, որը կարող է ցնցել այն շենքի հիմքերը, որտեղ նա աշխատում էր ամեն գիշեր։ Այդ կենցաղային պահի անմեղությունը կտրուկ հակադրվում էր Սոֆիայի կայացրած որոշման մեծությանը։ «Մայրիկ, այսօր կարող եմ դպրոց մենակ գնալ»։ «Ուզում եմ ճանապարհին հանդիպել Բեատրիսին», ստեց Սոֆիան, նկատի ունենալով մի դասընկերուհու, որը մի քանի թաղամաս այն կողմ էր ապրում։ «Իհարկե, աղջիկս»։ «Բայց զգույշ եղիր ուղիղ դպրոց գնա», պատասխանեց Ռուզաննան, համբուրելով դստեր ճակատը, նախքան գնումներ կատարելու դուրս գալը։ Սոֆիան գիտեր, որ սա իր միակ հնարավորությունն է լինելու։ Դպրոց գնալու փոխարեն նա մետրո կնստեր դեպի քաղաքի կենտրոն կհասներ Երամ Պլազա գործարարական կենտրոն ճիշտ այն պահին, երբ խորհուրդը կհավաքվեր։ Նա մշակված պլան չուներ, միայն համոզմունք, որ պետք է խոսի Գաբրիելի հետ, նախքան նա վերջնականապես կհաստատի ընդլայնումը։ Առավոտյան 8:30-ին Սոֆիան շենքի մուտքի մոտ էր, հագին դպրոցական համազգեստը տանում էր վարդագույն պայուսակը, որն արդեն դարձել էր նրա ուղեկիցն այս անհավանական արկածում։ Աշխատանքի եկող գործարարների շարժը ինտենսիվ էր, նա կարողացավ անցնել անվտանգության կետով առանց շատ ուշադրություն գրավելու, խառնվելով դեպի վերելակներ գնացող մարդկանց հոսքին։ 32-րդ հարկում Սոֆիան դիրքավորվեց նախագահության ընդունարանի մոտ։ Մի էլեգանտ քարտուղարուհի նստած էր վեհաշուկ սեղանի հետում, պատասխանում էր հեռախոսազանգերին, դասավորում փաստաթղթերը։ Սոֆիան խորը շունչ քաշեց, մոտեցավ այն ողջ խիզախությամբ, որը կարողացավ հավաքել։ «Օրիորդ, ես պետք է խոսեմ պարոն Գաբրիելի հետ», ասաց Սոֆիան, փորձելով ձայնը ամուր պահել, չնայած իրեն համակած նյարդայնությանը։ Քարտուղարուհին, որի անունը Պատրիցիա էր, զարմանքով մի քիչ վերից նայող ժպիտով նայեց աղջկան։ «Աղջիկս, պարոն Գաբրիելը ընկերության նախագահն է։ Դու երի մոլորվել ես։ Որտեղ են ծնողներդ»։ «Ես չեմ մոլորվել։ Ես հստակ գիտեմ, թե որտեղ եմ, պետք է նրա հետ խոսեմ մի շատ կարևոր բանի մասին», պնդեց Սոֆիան մի լրջությամբ, որը գրավեց Պատրիցիայի ուշադրությունը։ Նախքան քարտուղարուհին կկարողանար պատասխանել, միջանցքում հայտնվեց Մովսեսը, տանելով իր պայուսակը գնալով դեպի խորհրդի սենյակ։ Երբ տեսավ Սոֆիային, նրա դեմքն անմիջապես գունատվեց։ Նա ճանաչեց նրան նախորդ գիշերվանից, երբ ուշ էր աշխատել իր գրասենյակում։ Զգացողություն էր ունեցել, որ ինչ-որ մեկը հետում է, բայց կարողություն չէր տվել այդ նախազգացմանը։ «Այս աղջիկն ինչ է անում այստեղ», հարցրեց Մովսեսը, փորձելով ձայնը հանգիստ պահել, բայց նրա ձայնի լարվածությունը նկատելի էր։ «Նա ասում է, որ պետք է պարոն Գաբրիելի հետ խոսի կարևոր բանի մասին», բացատրեց Պատրիցիան, չնկատելով Մովսեսի արտահայտության փոփոխությունը։ Այդ պահին եկավ Էդուարդը, նույնպես պայուսակը ձեռքին, երբ տեսավ Սոֆիային, նույն ճանաչման խուճապի արտահայտությունն անցավ նրա դեմքով։ «Երկու տղա»։
Մարդիկ իրար նայեցին, ակնթարթորեն հասկանալով, որ նրա ներկայությունն այստեղ պատահականություն չէ։ Աղջիկ, դու չես կարող այստեղ լինել։ Սա կորպորատիվ միջավայր է, երեխաների տեղը չէ, ասաց Էդուարդը, փորձելով հեղինակավոր հնչել, բայց Սոֆյան նկատեց նրա ձայնի նյարդայնությունը։ Ես գիտեմ, թե դուք ինչ եք արել, ասաց Սոֆյան, ուղիղ նայելով երկու տղամարդկանց։ Նրա ձայնն ավելի ցածր դուրս եկավ, քան կցանկանար, բայց լի էր մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ քարտուղարուհուն։ Ես տեսա, թե ինչպես էիք փոխում պայուսակները։ Ես լսեցի կեղծ թվերի մասին խոսակցությունը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մովսեսն ու Էդուարդը իրար նայեցին ցնցման հուսահատության խառնուրդով։ Ինչպես էր հնարավոր, որ մի երեխա իմանար իրենց պլանների մասին։ Ինչպես էր նա բացահայտել մի բան, որը նրանք այդքան խնամքով էին պլանավորել։ Դու չգիտես, թե ինչի մասին ես խոսում, աղջիկ, ասաց Մովսեսը, փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Դրանք մեծահասակների խոսակցություններ են, որոնք դու չես հասկանում։ Ես հասկանում եմ, պատասխանեց Սոֆյան մի խիզախությամբ, որն աճում էր ամեն վայրկյան։ Դուք երկու պայուսակ ունեք։ Մեկը, իրական թվերով, որոնք ցույց են տալիս, որ ընկերությունը լավ վիճակում չէ, մյուսը կեղծ թվերով, պարոն Գաբրիելին խաբելու համար։ Դուք ուզում եք, որ նա հաստատի $50 միլիոն մի նախագծի համար, որը հաջողություն չի ունենալու։ Պատրիցիան աճող տարակուսանքով հետում էր խոսակցությանը։ Այն, ինչ ասում էր այդ աղջիկը, շատ կոնկրետ էր, շատ մանրամասն հորինված լինելու համար։ Եվ երկու գործարարների արձագանքը ոչ թե կեղծ մեղադրվողի, այլ բացահայտվածի արձագանք էր։ Այդ պահին Գաբրիելը դուրս եկավ իր գրասենյակից, գրավված ընդունարանում բարձրացած ձայներից։ Երբ տեսավ Սոֆիային, նրա արտահայտությունը զարմացած էր, բայց երբ նկատեց Մովսեսի Էդուարդի դեմքերի լարվածությունը, նրա հետաքրքրասիրությունը վերածվեց անհանգստության։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Գաբրիելը, նայելով Սոֆիայից երկու գործարարներին։ Սոֆյան խորը շունչ քաշեց, կայացրեց իր կյանքի ամենախիզախ որոշումը։ Ուղիղ նայելով Գաբրիելին, մի ձայնով, որը սկզբ ում դողում էր, բայց ամրապնդվում էր խոսելուն զուգընթաց, նա պատմեց ամեն ինչ։ Պարոն Գաբրիել, այս երկու տղամարդիկ ձեզ ստում են։ Ես տեսա, թե ինչպես էին նրանք գիշերը խոսում իրական թվերը կեղծերով փոխելու մասին։ Նրանք ասացին, որ դուք իրենց վստահում եք կհավատաք ամեն ինչին առանց հարցեր տալու։ Նրանք ուզում են, որ դուք հաստատեք շատ թանկ նախագիծ, բայց ընկերությունը դրա համար գումար չունի։ Գաբրիելը լիակատար ուշադրությամբ նայեց Սոֆիային, հետո հայացքն ուղղեց Մովսեսին Էդուարդին, որոնք կարծես լիովին կորցրել էին խոսելու ունակությունը։ Մեղադրանքն այնքան կոնկրետ էր, այնքան մանրամասն, որ անհնար էր անտեսել։ Մովսես, Էդուարդ, ինչ պատմություն է սա, հարցրեց Գաբրիելը մի լրջությամբ, որից միջավայրն էլ ավելի լարվեց։ Գաբրիել, նա երեխա է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Հավանաբար ինչ-որ խոսակցություն է լսել, ամեն ինչ սխալ է մեկնաբանել, ասաց Մովսեսը, հուսահատորեն փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Բայց Սոֆյան դեռ չէր ավարտել։ Մի վճռականությամբ, որը տպավորում էր բոլոր ներկաներին։ Նա շարունակեց. Նրանք խոսեցին եռամսյակների մասին։ Առաջին եռամսյակում ցույց են տվել 12 միլիոնի շահույթ, բայց իրականում եղել է 3.5 միլիոնի վնաս։ Երկրորդ եռամսյակում հորինել են 15 միլիոնի եկամուտ, որը գոյություն չունի։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Գաբրիելը նայեց Մովսեսին Էդուարդին մի արտահայտությամբ, որը խառնում էր ցնցում, անհավատություն աճող զայրույթ։ Թվերը, որոնք Սոֆյան նշել էր, ճիշտ այն թվերն էին, որոնք գտնվում էին իր ստացած հաշվետվություններում։ Ինչպես կարող էր մի երեխա իմանալ այդքան կոնկրետ մանրամասներ, եթե իսկապես ականատես չլիներ ինչ-որ խոսակցության։ Մովսես, ուզում եմ տեսնել բնօրինակ հաշվետվությունները։ Հիմա, ասաց Գաբրիելը մի ձայնով, որը քննարկման ենթակա չէր։ Գաբրիել, դու մի երեխայի՞։ Ես հավատալու, մեզ վստահելու փոխարեն, փորձեց Էդուարդը, բայց նրա ձայնը հուսահատ էր հնչում։ Պատրիցիա, չեղարկիր խորհրդի նիստը։ Ուզում եմ բոլորին հիմա խորհրդակցությունների սենյակում, ներառյալ ներքին աուդիտի բաժինը, հրամայեց Գաբրիելը, լիովին անտեսելով Էդուարդի խնդրանքը։ Ինչ հաջորդեց, Երամ Պլազա գործարարական կենտրոնի պատմության ամենալարված առավոտներից մեկն էր։ Գաբրիելը արտակարգ նիստ հրավիրեց աուդիտի թիմի հետ, պահանջեց, որ վերջին 6 ամիսների բոլոր ֆինանսական հաշվետվությունները ստուգվեն ընկերության բնօրինակ համակարգերում։
Սոֆյան մնաց ընդունարանում Պատրիցիայի խնամքի տակ, որը սիրել էր խիզախ աղջկան։ Մի նույն ժամանակ ներքի հարկում Ռուզաննան բացահայտեց, որ դուստրը բացակայել է դպրոցից խուճապի մատնվեց։ Մի քանի դասընկերների մայրերին զանգահարելուց հետո ի վերջո պարզեց, որ Սոֆիային տեսել են մտնելիս այն շենքը, որտեղ ինքն աշխատում էր։ Երբ Ռուզաննան հասավ 32-րդ հարկ, հուսահատ վախենալով աշխատանքը կորցնելուց, գտավ Սոֆիային հանգիստ նստած ընդունարանում, կարդում էր մի գիրք, որը Պատրիցիան էր նրան տվել։ Տեսարանը սյուրռեալիստական էր։ Նրա 8-ամյա դուստրը հարգանքով խնամքով էր ընդունվում ընկերության նախագահությունում։ Սոֆիա, ի՞նչ ես անում այստեղ։ Դու ինձ հուսահատեցրիր, բացականչեց Ռուզաննան, վազելով գրկելու դստերը։ Մայրիկ, ես պետք է պարոն Գաբրիելին պատմեի մի շատ կարևոր բանի մասին։ Տղամարդկանց մասին, որոնք նրան ստում էին, բացատրեց Սոֆիան մի պարզությամբ, որը հակադրվում էր իրավիճակի լրջությանը։ Այդ պահին Գաբրիելը դուրս եկավ խորհրդակցությունների սենյակից, ուղեկցությամբ Մովսեսի Էդուարդի, որոնք պարտված ամոթահար տեսք ունեին։ Թվերի ստուգումը հաստատել էր ճիշտ այն ամենը, ինչ Սոֆիան պատմել էր։ Ներկայացված հաշվետվությունները պարունակում էին լիովին կեղծված տվյալներ, ընկերության իրական վիճակը շատ տարբեր էր նրանից, ինչ ներկայացվել էր։ Գաբրիելը մոտեցավ Սոֆիային ծնկի իջավ, նրա հասակին լինելու համար։ Նրա աչքերը ցույց էին տալիս երախտագիտության, հիացմունքի տխրության խառնուրդ այն բանի համար, թե ինչպես էր խաբվել այն մարդկանց կողմից, ում վստահում էր։ Սոֆիա, դու փրկեցիր մեր ընկերությունը։ Եթե այս ընդլայնումը հաստատվեր կեղծ տվյալների հիման վրա, հարյուրավոր ընտանիքներ կարող էին կորցնել իրենց աշխատանքը, ասաց Գաբրիելը անկեղծ հուզմունքով ձայնի մեջ։ Մովսեսն ու Էդուարդը գլխիկոր մոտեցան։ Նրանց դեմ ապացույցներն անվիճելի էին, երկուսն էլ գիտեին, որ իրենց կարիերան ընկերությունում ավարտվել է։ Գաբրիել, մենք… Սկսեց Մովսեսը, բայց Գաբրիելը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Արդարացումներ լսել չեմ ուզում։ Դուք դավաճանեցիք իմ վստահությունը, ողջ ընկերությունը վտանգի տակ դրեցիք։ Ուզում եմ ձեր հրաժարականները իմ սեղանին դեռ այսօր։ Կարող եք ձեզ աշխատանքից ազատված համարել հիմնավոր պատճառաբանությամբ, ասաց Գաբրիելը մի վճռականությամբ, որը ցույց էր տալիս, թե ինչպես էր հասունացել այդ պահին։ Ռուզաննան հետում էր ողջ տեսարանին, լիովին չհասկանալով, թե ինչ է կատարվում, բայց զգալով, որ Սոֆիան ներգրավվել է ինչ-որ շատ լուրջ կարևոր բանի մեջ։ Նրա սկզբնական վախը աշխատանքը կորցնելուց փոխարինվում էր հպարտության դստեր խիզախության համար անհանգստության խառնուրդով։ Գաբրիելը շրջվեց դեպի Ռուզաննան Սոֆիան, նրա արտահայտությունը լիովին փափկեց։ Ռուզաննա, ձեր դուստրը ցուցաբերեց մի ազնվություն խիզախություն, որը շատ մեծահասակներ չունեն։ Նա կարող էր լուռ մնալ, բայց ընտրեց անել այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ լինելով ընդամենը երեխա։ Պարոն Գաբրիել, ես ներողություն եմ խնդրում, որ իմ դուստրն այսքան անհանգստություն պատճառեց, սկսեց Ռուզաննան, բայց Գաբրիելը նրբորեն ընդհատեց նրան։ Անհանգստություն։ Ռուզաննա, ձեր դուստրը փրկեց մեր ընկերությունը ֆինանսական աղետից։ Եվ հիմա ուզում եմ մի առաջարկ անել, որը հուսով եմ կընդունեք։ Գաբրիելը բացատրեց, որ Ռուզաննային առաջարկում է նոր վարչական պաշտոն, ամբողջական վերապատրաստմամբ, ցերեկային աշխատանքային գրաֆիկով իր նոր պարտականություններին համապատասխան աշխատավարձով։ Սոֆիայի համար նա առաջարկում էր ամբողջական կրթաթոշակ Երանի լավագույն մասնավոր դպրոցներից մեկում, ինչպես նա կրթական հիմնադրամ, որը կապահովեր նրա համալսարանական կրթությունը ապագայում։ Սա բարեգործություն չէ, բացատրեց Գաբրիելը։ Սա արդարություն է։ Դուք ցուցաբերեցիք արժեքներ, որոնք մեր ընկերությունը պետք է գնահատի պարգատրի։ Ազնվությունը, խիզախությունը, ճշմարտախոսությունը ավելի արժեքավոր որակներ են, քան ցանկացած դիպլոմ կամ մասնագիտական փորձ։ Ռուզաննան սկսեց լաց լինել, չկարողանալով հավատալ, որ այն կյանքը, որի մասին երազել էր իր դստեր համար, այդքան անսպասելի կերպով իրականություն էր դա։ Ռնում։ Սոֆիան, իր հերթին, զգում էր թեթության հպարտության խառնուրդ։ Նա արել էր ճիշտ բանը, հետանքներն ավելի լավն էին, քան երբեք կարող էր պատկերացնել։ Խորհրդի նիստը տեղի ունեցավ հաջորդ երկուշաբթի, բայց բոլորովին այլ օրակարգով, քան ի սկզբանե պլանավորվել էր։ Գաբրիելը պատմեց ողջ իրավիճակը, կեղծիքի բացահայտումից մինչ 8-ամյա աղջկա խիզախությունը սխեման բացահայտելու հարցում։ Ընդլայնման առաջարկը չեղարկվեց, հաստատվեց ընկերության ամբողջական վերակառուցման պլան, կենտրոնացած թափանցիկության ազնվության վրա։
Մովսեսն ու Էդուարդը նույն օրը ազատվեցին աշխատանքից, Գաբրիելը ներդրեց աուդիտի ստուգման նոր ընթացակարգեր, որոնք կկանխեին նմանատիպ իրավիճակների կրկնությունը։ Ընկերությունն անցավ վերակազմակերպման շրջան, բայց դուրս եկավ ավելի ուժեղ վստահելի։ 6 ամիս անց Ռուզաննան լիովին հարմարվել էր իր նոր վարչական պաշտոնին, աշխատում էր ցերեկը, կարողանում էր մոտիկից հետել Սոֆիայի կրթությանը։ Աղջիկը, ընդունված նոր դպրոց, աչքի էր ընկել ոչ միայն ակադեմիական առաջադիմությամբ, այլ որպես բնածին առաջնորդ դասընկերների շրջանում։ Գաբրիելը, որը խորապես հասունացել էր այս ողջ փորձառությունից, ընկերությունում հեղափոխական քաղաքականություն ներդրեց։ Ամսական հանդիպումներ, որտեղ բոլոր մակարդակների աշխատակիցները կարող էին իրենց մտահոգություններն ու առաջարկները հայտնել անմիջապես նախագահությանը։ Նա սովորել էր, որ ամենաարժեքավոր տեսակետները միշտ չէ, որ գալիս են ամենափորձառու գործադիրներից, այլ երբեմն ամենաանհավանական ձայներից։ Իր գրասենյակում Գաբրիելը պահում էր Սոֆիայի լուսանկարն այն օրվա, երբ նա ստացել էր իր առաջին գերազանց գնահատականը նոր դպրոցում։ Լուսանկարի կողքին, փոքրիկ ցուցափեղկում, դրված էր այն պայուսակներից մեկը, որն օգտագործվել էր Խարտախ սխեմայում։ Ոչ թե կեղծ տվյալներով պայուսակը, որը ոչնչացվել էր, այլ իրական թվերով պայուսակը, այն մեկը, որը Մովսեսը պահել էր որպես ապահովագրություն։ Պայուսակը դարձել էր ընկերությունում խորհրդանիշ, հիշեցնելով բոլորին, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույս, որ այն պաշտպանելու խիզախությունը կարող է գալ ամենաանսպասելի տեղերից։ Գաբրիելը սովորաբար նոր աշխատակիցներին ասում էր, որ այդ պայուսակը ներկայացնում է ամենակարևոր դասը, որ նա սովորել է իր կարիերայում։ Լսելն ավելի արժեքավոր է, քան խոսելը, երբեմն ամենակարևոր ձայներն այն ձայներն են, որոնք ամենաքիչն ենք սպասում լսել։ Սոֆյան մեծացավ, իմանալով, որ փոխել է ոչ միայն իր սեփական կյանքը, այլ հարյուրավոր ընտանիքների կյանքը, որոնք կախված էին ընկերությունից իրենց գոյությունը պահպանելու համար։ Նա սովորեց, որ խիզախությունը վախի բացակայությունը չէ, այլ որոշումն անել այն, ինչ ճիշտ է, չնայած վախին։ Եվ սովորեց, որ մեկ ձայնը, նույնիսկ 8-ամյա երեխայի ձայնը, կարող է փոփոխություն բերել աշխարհում։ Ռուզաննան Սոֆյան տեղափոխվեցին ավելի մեծ ապահով բնակարան, բայց երբեք չմոռացան, թե որտեղից են եկել։ Ամեն ամիս այցելում էին տիկին Նազելիին, որը լիովին ապաքինվել էր դարձել Սոֆիայի համար մի տեսակ որդեգրված տատիկ։ Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, Ռուզաննան շնորհակալություն էր հայտնում խիզախ դուստր ունենալու համար, որը հուսահատության պահը վերածել էր փոփոխության հնարավորության։ Գաբրիելը դարձավ հայկական շուկայի ամենահարգված նախագահներից մեկը, հայտնի իր կառավարման թափանցիկությամբ, ազնվությամբ։ Բայց նա գիտեր, որ իր ամենամեծ ձեռքբերումը ոչ մի ֆինանսական արդյունք կամ մասնագիտական ճանաչում չէր։ Նրա ամենամեծ ձեռքբերումը սովորելն էր լսել 8-ամյա աղջկան, որը խիզախություն ունեցավ ասել ճշմարտությունը, երբ իր շրջապատի մեծահասակներն ընտրել էին սուտը։ Սոֆյա Սարգսյանի պատմությունը զգուշորեն տարածվեց հայկական կորպորատիվ աշխարհում, դառնալով լեգենդ այն մասին, թե ինչպես ազնվությունը կարող է գալ ամենաանսպասելի տեղերից, թե ինչպես մեկ խիզախ որոշումը կարող է փոխել բազմաթիվ մարդկանց ճակատագիրը։ Նա ապացուցեց, որ կարևոր չէ մարդու տարիքը, սոցիալական դիրքը կամ իշխանությունը։ Կարևորն այն է, որ ունենաս խիզախություն անելու այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դա դժվար է, նույնիսկ երբ դա վախեցնող է, նույնիսկ երբ դա անհնարին է թվում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆիայի Ռուզաննայի ճանապարհորդությունը խորապես հուզել է ձեր սրտերը։ Ընդամենը 8-ամյա մի աղջիկ մեզ ցույց տվեց, որ ճշմարտությունը պաշտպանելու խիզախությունը տարիք չի ճանաչում, որ ազնվությունն ավելի հզոր է, քան ցանկացած սխեմա, որ երբեմն հերոսները հայտնվում են ամենաանսպասելի տեղերից։ Եթե այս պատմությունը ձեզ այնքան հուզեց, որքան մեզ, այն պատմելիս, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային բնավորության փոխակերպող ուժը, պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ մեզանից յուրաքանչյուրն ունի աշխարհում փոփոխություն բերելու ուժ։ Սոֆյան մեզ սովորեցրեց, որ մեր խիղճը լսելն ավելի կարևոր է, քան կանոններին հետելը, որ ճիշտը պաշտպանելն արժե ցանկացած ռիսկի։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանս մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին, կարթնացնի ձեզանից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունեցող հերոսին։